Նիկոլական եպիսկոպոսների ամփառունակ աստղային հիթշքերթը շարունակվում է։ Այս եկեղեցականները իշխանական ԶԼՄ-ներում եթեր ու տաղավար բաց չեն թողնում, որտեղ գնում ու իրականում ինքնաոչնչանում են։ Իշխանական քարոզի ծանր բեռը հիմա էլ դրված է Հայ առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանի վրա։ Հետաքրքիր բան է ստացվում։ Նիկոլական քարոզչամեքենան իր քարոզի գործը հիմնականում թողնում է եկեղեցուն դավաճանած այն հոգևորականների վրա, որոնց կենսագրությունում սև ու մութ էջերը շատ են։ Եկեք տեսնենք, թե ինչ տեղեկություններ կան Վազգեն Միրզախանյանի մասին։ Միրզախանյան Վազգենը Հայաստան էր եկել մասնակցելու նոյեմբերի 4-ից 7 Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին, բայց նրա գալը եղավ, գնալը չեղավ։ Տևական ժամանակ էլ նա իր հոտին թողել մնացել է Հայաստանում, որ մի փոքրիկ խմբակի շահեր սպասարկի, որովհետև չի բացառվում, որ Նիկոլը նրա դեմ էլ լավ կոմպրոմատներ ունի։ Մամուլը գրել էր, որ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը չի կարող լքել Հայաստանը, քանի որ վերջինիս սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական հարթակը փակ է, այսինքն նա չի կարող հատել Հայաստանի սահմանն ու գնալ իր թեմ։ Իսկ դա նշանակում է, որ Վազգեն arczepiskopos Միրզախանյանի վերաբերյալ կա քրեական վարույթ ու ընտրված խափանման միջոց։ Բայց այս հոգևորականի մասնակցությամբ սկանդալային պատմությունների մասին դեռ շատ վաղուց էին գրում։ Նույնիսկ Նիկոլի հայկական ժամանակը 168 AM գրել էր, որ նա հայկական եկեղեցուն տրամադրված գումարներն անհասկանալի ուղղությամբ է ծախսել։ Տեղեկություններ են եղել նաև այն մասին, որ մսխել է Վրաստանի պետբյուջեից հայկական եկեղեցուն հատկացված մոտ $940,000 եւ զանազան տարօրինակ կապերի մեջ է եղել։ Ամերիկաբնակ քաղաքագետ Վարդան Հակոբյանն էլ օրերս տեղեկություններ է հայտնել այն մասին, որ այս հոգևորականը նաև որդի ունի։ Վստահաբար նիկոլականներից ավելի նիկոլական դարձած այս arczepiskopos-ը, որ շրջիկ հոգևորականի դեր է կատարում իշխանության համար, դեռ շատ ավելի նարած կլինի, որ վախենում է նիկոլական բացահայտումներից ու իշխանական բեսպրիդելից եւ քարոզում է, թե կաթողիկոսը պետք է հանգիստ հեռանա։ Arczepiskopos-ը ի թիվ այլ տհաճ հանձնարարությունների լծվել է նաև Բագրատ Սրբազանի դեմ կեղտոտ քարոզչության գործին։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Հովհաննես Խուդոյանը, նկատելով Վազգեն arczepiskopos Միրզախանյանը կամ բավարար տեղեկացված չէ, կամ կեղտոտ քարոզչության զոհ է։ Միրզախանյանի հեռավոր անցյալն էլ մաքուր չէ։ Մամուլը գրում է 90-ականներից կային խոսակցություններ այն մասին, որ վերջինս կասկածելի կապեր ունի աղանդավորների հետ։ Նշանակված է եղել աղանդավորների դեմ պայքարի վարչության ղեկավար, բայց ներսից առաջին ձեռքից տեղեկատվություն է տրամադրել աղանդավորներին։ Պատմում են նաև, որ նվիրահայոց թեմում ծառայության ժամանակ ջերմ կապերի մեջ է եղել թուրքերի ու ադրբեջանցիների հետ եւ ունի ադրբեջանահաճո մոտեցումներ, ինչն էլ առավել սերտացրել է իր ու Փաշինյանի կապը։ Ու այսօր իշխանական եթերներից Միրզախանյանը զբաղված է նաև ադրբեջանա-թուրքական քարոզով ու հավաստիացնում է, շփվել է թե թուրքերի, թե ադրբեջանցիների հետ եւ չի տեսել, որ նրանք պատրաստ են գալ եւ ուլ տալ Հայաստանը։ Այս մարդը իրականում դավաճանել է թե Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, թե ամենայն հայոց կաթողիկոսին եւ թե իր ժողովրդին։